Կարակ խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ, ծափերով եկեք ողջունենք իրար, նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար, ապա եւ ուզում եմ ձեզ հետ կիսել այն հիմնական քաղաքական օրակարգը, որ այսօր ձևավորված է Հայաստանում, մեզ համար կարևորագույն խնդիրը գիտակցել եւ արժեվորելն է մեր պետությունը, մեր պետականությունը։ Եվ մեր մեծագույն խնդիրը ոչ միայն այսօր պետությունը կայացնելը, ուժեղացնելը, ամրապնդելը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելն է, այլև ապահովելը, որ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցվի, դարերով, հարյուրամյակներով, հազարամյակներով։ Սա շատ կարևոր է եւ սրա համար կարևոր է, որ մենք որդեգրենք եւ լինենք պետության հոգեբանության մեջ։ Եվ պետք է մենք ուշադիր լինենք մեր հոգեբանական շերտերին։ Այս թեմայի մասին ես ճիշտն ասած, այս վերջին մի շաբաթում եմ ավելի շատ առիթներ ունեցել մտածելու, որն է եղել առիթը։ Երևանում հատկապես շատ է լինում, որ քայլում ենք, մոտենում են մարդիկ, ասում են բարև ձեզ, մենք Պարսկաստանից ենք, մենք Սիրիայից ենք, եւ աջակցության խոսքեր են ասում կամ էական չի նույնիսկ ինչ են ասում։ Եվ իմ առաջին ռեակցիան հետեւյալն է, ասում եմ քաղաքացիություն ունեք Հայաստանի, ասում են հա ունենք քաղաքացիություն։ Եվ ես մտածում եմ, ինչի են այդ մարդիկ ասում, որ իրանք Պարսկաստանից են։ Չէ՞ որ իրանք Հայաստանի քաղաքացիություն ունեն։ Եվ հետո մտածում եմ, որ այսօրվա Հայաստանում կամ բազմաթիվ մարդիկ, քաղաքացիներ, որոնց նախնիները եկել են Կարսից, եկել են Վանից, եկել են Մուշից, եւ ես մտածում եմ, որ տեսեք այդ բանը ինչի մարդը չի ասում, ինչի մարդը եւ այդ երևույթը մենք հաճախ ենք հանդիպում, որ մարդը ապրելով, ասենք օրինակ Դիլիջանում կամ Հրազդանում, որ հարցնես ասես որտեղից եք, կասեն դե մենք Վանից ենք։ Ինչն է այստեղ խնդրեմը։ Ես մտածում եմ, որ սա հոգեբանական շերտեր է մեզ մեջ ձևավորում, որը մենք չենք նկատում, որովհետեւ մենք Հայաստանում խաղաղվելու կարիք ունենք այն տեսակետից, որ մենք այդ ճամփորդի, պանդուխտի, գաղթականի վիճակից դուրս գալու կարիք ունենք։ Եվ երբ որ մենք այս վիճակից դուրս չենք գալիս, մենք Հայաստանին վերաբերում ենք որպես կանգառի, որպես ժամանակավոր մի կանգառի, որից հետո մենք դեռ ինչ-որ տեղ ունենք գնալու։ Ինչ-որ սա մեր ճամփորդության վերջնական կետը չի։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր վերջնական հանգրվանն է, մենք գնալու տեղ չունենք, մենք հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք, եւ մենք ընդհակառակը երջանիկ ենք եւ պետք է առերեսվենք այդ երջանկությանը, որ 21-րդ դարում ունենք պետություն, ունենք այդ պետությունը ուժեղացնելու, կայացնելու եւ դարեդար հազարամյակով սերնդեսերունդ փոխանցելու, բայց սրա համար մենք պետք է կանգառի հանգրվանը, փոխարին կանգառի հոգեբանությունը, փոխարինենք հանգրվանի հոգեբանության, տան հոգեբանության, որտեղ որն է կանգառը, երբ որ դու քեզ զգում ես որպես կանգառում, ոչ կարող ես հանգիստ նստես, ոչ կարող ես հանգիստ ուտես, ոչ կարող ես հանգիստ քնես, որովհետև գիտես, որ դու ճամփի վրա ես, դու դեռ պետք է գնաս, դու դեռ ժամանակի խնդիր ունես, իսկ երբ որ տանն ես, քո կերածը ուրիշ է, քո նստածը ուրիշ է, քո կերածը ուրիշ, քո քնածը ուրիշ է, եւ այս է հիմնական վեճը, որի շուրջ, որը այսօր Հայաստանում տեղի է ունենում ամենատարբեր տեղերում։ Մենք ասում ենք հայրենիք երազելու, հայրենիքի մասին երազելու կարիք մենք չունենք, որովհետև մենք ունենք մեր երազանքների հայրենիքը իդեմս Հայաստանի Հանրապետության։ Եվ սա մենք պետք է գիտակցենք, որպեսզի երազանքի հայրենիքը դառնա
երազանքի հայրենիք։ Հասկանում եք, մենք Կուրթանում նորոգել ենք բանը, մանկապարտեզը թե կառուցել ենք։ Հիմնանորոգել ենք։ Այդ մանկապարտեզների տասնյակ, այսօր Հայաստանում տասնյակ գյուղերում մանկապարտեզ չկա։ Մենք զրոյից ենք մանկապարտեզ կառուցում։ Դա կանգառի հոգեբանությունն է, որովհետև ոնց կարա երեխան մանկապարտեզ չունենա։ Եթե մենք մեր երեխային մանկապարտեզով չենք ապահովում, նշանակում է մենք կանգառի հոգեբանությամբ ենք այդտեղ։ Մենք համարում ենք, որ դա մեր վերջնական տեղը չի, մենք այդտեղից ուրիշ տեղեր ունենք գնալու։ Եվ այդ է պատճառը, որ մենք չենք կենտրոնանում, հարմարվում ենք մեր քանդած ճանապարհի, մեր չեղած մանկապարտեզի, մեր ավիրված դպրոցի, մեր չունեցած գիտելիքի հետ հարմարվում ենք։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ մենք չպետք է հարմարվենք դրա հետ, այլ ընդհակառակը մենք պետք է կանգառի հոգեբանությունը փոխենք հարատև հանգրվանի հոգեբանությամբ։ Սա է մեր տունը, կենտրոնանանք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու վրա։ Եվ այս երկիրը մենք կարող ենք իրար հետ դարձնել դրախտավայր բառից բուն իմաստով, ովքեր չեն հավատում։ Եկեք նայենք հետահայաց ինչա տեղի ունեցել վերջին տարիներին Հայաստանում։ Հայաստանում հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվել։ 300 դպրոց 500 մանկապարտեզ է կառուցվում։ Այսօր մեր միջին կենսաթոշակը 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակը 3 անգամ մենք բարձրացրել ենք։ Այսօր առողջության ապահովագրություն կա, որը 65+ տարեկանների առողջապահական հիմնական կարիքները հոգում է, մինչև 18 տարեկանների առողջապահական հիմնական կարիքները հոգում է, բայց մենք չենք եւ մեզ պետք է խաղաղվել։ Մեզ պետք է խաղաղվել այդ խաղաղությունը եւ արտաքին եւ ներքին իմաստով։ Արտաքին իմաստով մենք պետք է խաղաղվենք 29743 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանի, շահերի, տարածքի անվտանգության եւ բարեկեցության վրա կենտրոնանալով, որովհետեւ եթե մենք սկսեցինք մեր սահմաններից դուրս մեզ հայրենիք փնտրել, դրանով ուրիշներին ենք հնարավորություն տալու, որ իրանք մեր սահմաններից ներս փնտրեն հայրենիք իրանց համար։ Եվ ուշադրություն դարձրեք նրան, որ ուրիշների մեր սահմաններից ներս հայրենիք փնտրելու մասին խոսում են նրանք, ովքեր խոսում են մեր Հայաստանի սահմաններից դուրս հայրենիք փնտրելու անհրաժեշտության մասին։ Սրանք երկուսը բառից բուն իմաստով ուղիղ փոխկապակցված են իրար հետ։ Եվ հետևաբար մեզ անհրաժեշտ է արտաքին եւ ներքին հոգեբանական խաղաղություն։ Ես այսօր նաեւ ամենասուր հարցը Ղարաբաղից տեղանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է։ Եվ ես ասում եմ, հիմա ոնց որ նախորդ 30 տարում քաղաքական պսևդոլիտան, որին մենք պայմանական Ղարաբաղյան կլան ենք անվանում, իմիջիալոց Ղարաբաղի կլանը կապ չունի Ղարաբաղի ժողովրդի հետ, ինչպես Հայաստանի քրեօլիգարխիկ ռեժիմը կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ։ Մենք Ղարաբաղի ժողովրդի Ղարաբաղում պատանդի կարգավիճակով, Ղարաբաղում էլ են այդ մարդիկ կանգառի հոգեբանության մեջ են եղել, որտեղ ոչ մեկ չի իմացել, մենք էլ չենք իմացել ինչ ալնելու։ Մենք չենք իմացել ինչ ալնելու Ղարաբաղի հետ եւ չենք իմացել հետեւաբար ինչ ալնելու մեզ հետ։ Այս շատ կարևոր բան է։ Չնայած եթե ուղիղ նայենք իրականությանը, կիմանայինք, թե ինչ ալինելու Ղարաբաղի հետ եւ կիմանայինք, թե ինչ ալնելու մեզ հետ։ Ես ուղիղ նայել եմ ճշմարտությանը եւ տեսել եմ, թե ինչ ալինելու Հայաստանի հետ եւ Հայաստանի ընթացքը փոխել են, որպեսզի այն ինչ որ պիտի լիներ Հայաստանի հետ տեղի չունենա։ Եվ ես այսօր խնդրում եմ Ղարաբաղի մեր ժողովրդին եւ Հայաստանի մեր ժողովրդին, խնդրում եմ մենք խաղաղվենք, հանդարտվենք,
Մենք տեղ ենք հասել, մենք հայրենիք փնտրելու անհրաժեշտ չունենք, անհրաժեշտություն չունենք, ներառյալ Ղարաբաղի մեր ժողովուրդը գտել են իրանց հայրենիքը, եւ իրանց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, աշխարհի ցանկացած հայ, որ հայրենիք է փնտրում, փնտրելու կարիք չկա, այդ հայրենիքը գտնված է Հայաստանի Հանրապետությունն է, ժողովուրդ Երևանում դուք չեք պատկերացնի, տաքացավ եղանակը, ուրեմն այս խոսույթը ես այս բաներ կա չէ ձևավորում մի հատ վերջին կաթում պատկերը ամբողջանում է ուրեմն ես մտածում եմ չեք պատկերացնի ժողովուրդ այս վերջին օրերին հատկապես այսինքն ուղիղ եթերում ա եղել կարակ նայեք բայց երկար է ենթադրում եմ այդքան չեք գտնի տասնյակ մարդիկ մոտենում են ասում ենք մենք Ամերիկայից ենք եկել ենք եւ մնում ենք մենք Ռուսաստանից ենք եկել ենք եւ մնում ենք մենք Պարսկաստանից ենք եկել ենք եւ մնում ենք մենք Սիրիայից ենք եկել ենք եւ մնում ենք ամենատարբեր Գերմանիայից Ֆրանսիայից ամենատարբեր տեղերից 2025 թվականը Հայաստանի պատմության մեջ առաջին տարին է որ արտագաղթը կանգնել է ժողովուրդ արտագաղթը կանգնել է հասկանում եք Սա միթե երջանկության առիթ չի ժողովուրդ արտագաղթը կանգնել է ներգաղթը սկսել Հայաստանի Հանրապետություն սա այնա դրա մասին չեք երազել ժողովուրդ 30 տարի դրա մասին 35 տարի դրա մասին չեք երազել մեր երազանքները իրականացված է խաղաղության մասին չենք երազել մենք երազանքը իրականացված է ասում են խաղաղությունը լավն է վատն է հեսա այնա խաղաղությունը ապահովել հնարավոր էր միայն այս ճանապարհով այս եղանակով այս բանաձևով որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրանով ամեն ինչ ավարտվում է ամեն ինչ ավարտված է թույլ չտաք որ նորից բացեն թույլ չտաք որ նորից բացեն Այն ցիկլը, որով 88-ում մեզ մցրին և պտտեցին, այո մեզ շատ ծանր նստեց այդ ցիկլից դուրս գալը, բայց մենք դուրս ենք եկել ժողովուրդ, 2 տարի Հայաստանը սահմանին զոհ և վիրավոր չկա ժողովուրդ, միթե սա ուրախանալու առիթ չի, նրանք ովքեր խոսում են Ղարաբաղ վերադառնալու անհրաժեշտության մասին Նրանք խոսում են նոր զոհերի անհրաժեշտության մասին, ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, ուրիշ տարբերակ չկա, եւ Ղարաբաղի ժողովրդին պետք չի անընդհատ տոկի տալ, ես իրանց ասել եմ, որ չի լինելու, մենք ձեզ աջակցում ենք, տնավորվեք, եկեք ապրեք Հայաստանում, Լոռիում, ցանկացած մարզում, Կուրթանում, բանում, Գյուլագարակում, ամեն տեղ, դուք տեղ եք հասել, մենք տեղ ենք հասել Եվ մենք կանգառի վիճակից պետքա դուրս գանք, մենք կանգառում չենք, մենք մեր տանն ենք, մեր երազանքների հայրենիքում ենք, եւ այն մեր հայրենիքում, ինչը չի համապատասխանում մեր երազանքներին այս պահին, դա աշխատանքի հարց է, մենք պետք է աշխատենք եւ ամեն ինչը քառակուսի առ քառակուսի համապատասխանեցնենք մեր երազանքներին, եւ մենք գնում ենք այս ճանապարհով Եվ ես ուրախ եմ, որ արդեն մենք դա ապացուցում ենք եւ ապացուցել ենք, որ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ կարող ենք գնալ այդ ճանապարհով, որովհետեւ Հայաստանը ծաղկում է բառից բուն իմաստով։ Հայաստանը ծաղկում է։ Եվ մարդիկ կան ուզում են այդ ծաղկունքը չորացնեն, ուզում են այդ ծաղկունքը փչացնեն։ Համաձայն եմ, բայց դա իմացեք, որ ձեզնից է կախված, ժողովուրդ ջան, եթե դուք թույլ չեք տա այդ ժամանակ չեն կարող, այդ միանշանակա և աներկվա, և ասում եմ, մենք երբեք չպետք է, և որ ասում ենք Ղարաբաղի կլան, երբեք չպետք է շփոթենք Ղարաբաղի ժողովրդի հետ, մենք Ղարաբաղի ժողովրդին ազատագրում ենք հենց հիմա Ղարաբաղի կլանից և Ղարաբաղի ժողովրդին Կոչ ենք անում, բայց չթողել այս պատմական հնարավորությունը։ Եվ ուրեմն,
Սիրելի ժողովուրդ, այս ամենը կատարածելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շատ կոնկրետ գործողություն։ Հարկավոր է գնալ ընտրական տեղամասեր 2026 թվականի հունիսի 7-ին եւ տեր կանգնել պետությանը, տեր կանգնել իրական Հայաստանին, տեր կանգնել մեր ընդհանուր տանը, տեր կանգնել մեր ընդհանուր ժողովրդին, գնալով ընտրական տեղամասեր եւ գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։